Նիկոլ Փաշինյանը բացառել է հետընտրական զարգացումները Հայաստանում։ Փաշինյանի դիտարկմամբ այդպես է լինում այն երկրներում, որտեղ ընտրությունների արդյունքները կեղծվում են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Փաշինյանը գիշերը հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ ակնկալվում է միլիարդների ներդրումային հոսքեր Հայաստանի Հանրապետություն, կանխատեսվում է տնտեսական վերելքի տեմպերի շարունակություն։ Նա նաև ասել է, որ երկիրն առաջիկայում ունենալու է հազարավոր աշխատատեղեր, նոր որակի տնտեսություն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միանձնյա կձևավորի կառավարություն։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամ արտահայտմամբ քվեարկեցին, եւ ուզում եմ ընդգծել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականի համեմատ ստացել է Հայաստանի Հանրապետության ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը։ Samվել Կարապետյանը հայտարարել է, որ վերջնական գնահատականներ կտա միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից արդյունքների ամբողջական ամփոփումից հետո։ Նա պնդել է, որ ընտրությունների ելքը դեռ պարզ չէ եւ վաղ է հաղթանակի մասին հայտարարություններ անել։ Ապօրինությունները շարունակվում են, անհասկանալի ընտրությունները շարունակվում են եւ անպայման առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք նոր կարող ենք ասել եւ անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին։ Հայաստան դաշինքը հայտարարություն է տարածել արձագանքելով ընտրությունների նախնական արդյունքներին։ Դաշինքում նշում են, որ շարունակում են ամփոփել ընտրատեղամասերից ստացվող տվյալները եւ ընդգծում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել բոլոր ընտրատեղամասերի վերջնական արդյունքները։ Միաժամանակ դաշինքը քննադատում է վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, դրանք գնահատելով որպես միջամտություն ընտրական գործընթացին եւ հայտարարում, որ հետագա քայլերի մասին կհայտնի պաշտոնական տվյալների ամբողջական ամփոփումից հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների ընթացքում ընտրակաշառքի դեպք է արձանագրվել։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տեղեկությունների համաձայն Ուժեղ Հայաստան կուսակցության համակիրն այլ անձանց հետ ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի մարզի Ջերմունք համայնքի մի շարք ընտրողներին ընտրակաշառք է տվել։ Իրավապահները ձեռնարկի շրջանակում մարդկանց են ձերբակալել, խոզարկություններ իրականացրել։ Հայաստանի քարտեզում ֆիքսված 1200 բնակավայրերից 579-ը ապահովված չեն կենտրոնացված ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններով։ Գյուղական մի շարք բնակավայրեր ընդգրկված չեն նաեւ ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքում։ Հայաստանը թեև հարուստ է ջրային պաշարներով, այնուամենայնիվ համարվում է ջրային ռեսուրսներով չափավոր ապահովված երկիր, ու դա ըստ մասնագետների առավել քան մոտ է իրականությանը։ Հայաստանի հարյուրավոր գյուղական բնակավայրերի համար խմելու ջրի համաչափ հասանելիությունը դեռևս շարունակվում է խնդիր մնալ։ 2017 թվականի հունվարի 1-ից սահմանամերձ մի շարք համայնքներ մնացել են վեոլյա ջրի սպասարկման տարածքից դուրս։ Պետագործի համակարգ չունեն, այլ կամ ջրի խնդիր է, կամ համակարգի մաշվածության խնդիր է, այսինքն գումարներ չունեն, որ այդ համակարգը կարողանան նորմալ շահագործել, եւ չունեն հմտություններ շահագործման, որովհետեւ դա հիմնականում իրականացվում է գյուղապետարանի կողմից, իսկ գյուղապետարանը այդպիսի ոչ ֆինանսական, ոչ մարդկային ռեսուրսներ չունի։ Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ 10-ից 8 բնակավայրերի դեպքում բաշխիչ ցանցերը կամ չկան, կամ էլ անմխիթար վիճակում են։ Որոշ գյուղերում հորային կամ արտեզյան ջրերը մարդիկ օգտագործում են խմելու նպատակով։ Այդ գյուղերում օրվա ընթացքում ջրամատակարարման տևողությունը շատ կարճ է։ Օրինակ, կան համայնքներ, որտեղ ջուրը հասանելի է օրվա մեջ 1-2 ժամ։ Ռոռոկման ջուր մենք ընդհանրապես չենք օգտվում, այսինքն նախկինում մենք ունեցել ենք ռոռոկման ջրի ցանց, որը օգտվել է նասոսներով, օգտվել է Շամիրա մարզի ջրանցքից, հիմա այդ ցանցը չի գործում։ Դրա հետևանքով արդեն գյուղատնտեսական հողերը ընդհանրապես չեն մշակում։ Խմելունը իրականում այդքան չունենք, բայց ռոռոկմանը, որը այս տակաղբյուրը դե ես ասած կլեմ, էլի ռոռոկմանա դա։ Խմելու ջուրը հրանին վիճակը չի, նորմալ չի։ Ջուրը գնում, ինչեւ տնագիշ կլինի,
ասենք հարևանի հայաթում կանտեից են տանում, ընդհանուր աղբյուրից են տանում։ Մասնագետների դիտարկմամբ ինքնասպասարկվող համայնքներին անհրաժեշտ է գոնե ջրահեռացման եւ ջրամատակարարման մասնագիտական ծառայություններ մատուցել։ Համայնքային անձնակազմի համար կազմակերպել վերապատրաստումներ, առաջարկում են նաեւ մշակել անապահովների մեկուսացված կամ խոցելի խմբերի համար ջրամատակարարման ծառայությունների հավասար հասանելիության ապահովման մեխանիզմներ եւ սուբսիդավորման կարգ։ Հայաստանում 643 ընտանիք ունի 6 եւ ավելի անչափահաս երեխա։ Նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ Ծրագրի շրջանակում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Ընտանեկան եւ կենցաղային բռնությունն այն խնդիրներից է, որի իրական ծավալները այդպես էլ մնում են ստվերում։ Մասնագետների դիտարկմամբ կենցաղում տեղի ունեցող բազմաթիվ դեպքեր այդպես էլ չեն հասնում իրավապահ մարմիններին, չեն դառնում նրանց քննության առարկան, իսկ օգնություն դիմելու որոշումն էլ հաճախ կայացվում է միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած է լինում։ Իրավիճակն էլ հանգեցրած է լինում լրջագույն հետևանքների։ Ցավոք ընտանեկան բռնությունները չափազանց շատ են, անգամ լատենտայնությունը այնքան բարձր է, որ բացարձակ մեծամասնության մասին մենք տեղյակ չենք լինում, ցավոք դրա մասին տեղեկացվում է։ Ոչ միայն հատկություններ, նաև իրավապահ մարմիններ չափազանց ուշ, երբ արդեն ճակատագրական կամ որևէ հետևանք է եղել։ Փաստաբանը նշում է, թե վերջին տարիներին համակարգի նկատմամբ վստահությունն աճել է, սակայն շատ ուժողներ այնուամենայնիվ շարունակում են օգնության այդպես էլ չդիմել։ Պատճառները տարբեր են հասարակական կարծիքից մինչև ընտանիքի արձագանք։ Իդեպ ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջին անգամ նախատեսվում է ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց համար վերականգնողական ռեաբիլիտացիոն ծրագրի ներդրում։ Լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում նախազգուշացման վերաբերյալ ոստիկանության որոշումը փոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը, իսկ վերջինս այն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները։ Մասնագետները ընդհանուր առմամբ դրական են արձագանքում նախագծին, սակայն կարծում են, որ ընտանեկան բռնության արմատները հաճախ ձևավորվում են դեռևս հասարակության եւ ընտանիքի ներսում, երբ տղաներին մեծացնում են գերիշխող դիրք զբաղեցնելու մտայնությամբ, իսկ բռնության առաջին դրսևորումներն էլ շրջապատի կողմից հաճախ արդարացվում են կամ անտեսվում։ Երբ ընտանիքում տղայի ծնողները կամ հարազատները բաց ասում են, որ ճիշտ է արել դե ընտանիք է, կարող է ամեն ինչ պատահի, սա նշանակում է, որ թույլ են տալիս, ստացվում է համաձայնություն այդ տղամարդը, որ շարունակի բռնությունը կնոջ նկատմամբ։ Մասնագետների գնահատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարը պաշտպանական արդյունավետ մեխանիզմների եւ կանխարգելիչ միջոցների կիրառում է պահանջում։ Նրանք միաժամանակ հիշեցնում են, որ ընտանեկան բռնությունը հազվադեպ է սկսում ծանր հանցագործություններով, այն հաճախ սկսվում է հոգեբանական ճնշումից կամ ֆիզիկական թեթև բռնությունից։ Հունիսի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում Մասիս Էջմիածին ճանապարհին Էջմիածնի խճուղու թիվին հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե ծածկը փլուզվել է։ Օպերատիվ ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ 2 բրիգադը 2 հոգու անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, հետո տեղափոխել հիվանդանոց։ Տեղում պարզվել է, որ բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա նաև 1 զոհ։ Փրկարար ծառայության Մասիսի շեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել։ Դեպքի վայր են ժամանել Մասիսի բաժնի օպերատիվ գումբը, բաժնի պետի գլխավորությամբ եւ բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Սահակ Թաթևոսյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոցինյանի գլխավորությամբ։ Հունիսի 1-ին Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել են 41-ամյա Իրիկ Նազարյանի Range Rover-ը եւ 33-ամյա Արսեն Անդրեասյանի Volkswagen-ը։ Վերջինի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Mastermed բժշկական կենտրոն, իսկ Range Rover-ի 64-ամյա ուղևոր Ռուզանա Գրիգորյանը Աստղիկ բժշկական կենտրոն։ Ավելի ուշ Volkswagen-ի վարորդը մահացել է։ Շամշյան Քոմը բացառիկ տեսանյութ է ներկայացրել։
Շամշյանքում բացառիկ կադրեր է ներկայացրել նաև մայիսի 31-ին մայրաքաղաքում տեղի ունեցած վթար հրդեհից։ Շիրակի փողոցում Հոնդան դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Երկաթե Էլեկտրասյանը, ինչի հետևանքով բռնկվել։ Պարզվել է, որ Հոնդայի համար վթարային վիճակ է ստեղծել մեկ այլ տրանսպորտային միջոց։ Ի դեպ, վթարից հետո երկու անչափահաս տղա հիվանդանոց են տեղափոխվել։ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխաների կյանքը։ Ի դեպ, քննիչները պարզում են, թե երկու անչափահաս տղաներից ով է եղել վարորդը։ Հունիսի 1-ին Արտաշատ քաղաքում Nissan Tidan բախվել է Iveco կցորդիչով բեռնատարի հետնամասին։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թաթևոսյանի, գումարտակի ծառայության դարձյալ ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտուր Կոցինյանի գլխավորությամբ։ Եվ հյուսիսային ավտոկայանի դիմաց վրաերթերը դառնում են մտահոգիչ, իսկ վերգետնյա անցման կառուցումը ձգձգվում է։ Մի քանի ամիս շարունակ մեծ թափով աշխատանքներ են իրականացվել, հենասյուները կանգնեցվել են, սակայն արդեն տևական ժամանակ է գործն առաջ չի գնում։ Մինչդեռ հետիոտներն էլ շարունակում են փողոցն անցնել վտանգելով իրենց կյանքը։ Տեսնում եք, խեղճ հետիոտը չգիտի ոնց անցնի։ Քանի ամիս է խոստացել են, որ վերգետնյա անցումը սարքելու են, սակայն անավարտ են թողել, հիմի խեղճ հետիոտները ոնց անցնեն։ Արհեստական բանականությունն աստիճանաբար դառնում է կրթական գործընթացի անբաժանելի մասը։ Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի դպրոցները եւ բուհերը հնարավորություն կունենան օգտվել ChatGPT Edu եւ Codex հարթակներից, ստանալով 50,000 կրթական բաժանորդագրություն։ Նախաձեռնության հեղինակները վստահ են, թե նոր գործիքները կնպաստեն կրթության որակի բարձրացմանը, սակայն մասնագետները զգուշացնում են, տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի պատասխանատու կիրառությամբ։ Նոր տեխնոլոգիաների ներդնումը շատ լավ բան է, բայց մեզ հիմնական պետքիրարն է, որ այդ տեխնոլոգիաների կիրառմանը զուգահեռ նաև պետք է ներդրվեն, այսպես ասած, էթիկական նորմեր, որովհետև մեր հասարակությունում ակադեմիական անհատողությունը բարձր մակարդակի վրա է, այսինքն արտագրելը, գրագողությունը, դա դարձել են սովորական պրակտիկաներ, եւ հիմա այս գործիքները իհարկե ցավոք նպաստում են, որ այդ ամեն ինչը էլ ավելի ուշ գնանա։ Փորձագետների դիտարկմամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրթական միջավայրում առկա խնդիրներին։ Այս դեպքում խնդիրը ոչ թե տեխնոլոգիաների առկայությունն է, այլ դրանց օգտագործման մշակույթը։ Եթե կրթական գործընթացը սահմանափակվի պատրաստի պատասխաններ ստանալով, ապա սովորողների մոտ կարող է թուլանալ ինքնուրույն մտածելու եւ վերլուծելու կարողությունը, ահազանգում են մասնագետները։ Կրթությունը առաջին հերթին մարդ-մարդ հարաբերություն է, ոչ թե մարդ-տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան մարդ-մարդ հարաբերությունը պետք է զարգացնի։ Եթե չի զարգացնում, ինքը նույնիսկ կարող է վնաս տա։ Մենք տեխնոլոգիաները տալիս ենք մակնապ ու մի կողմ ենք քաշվում։ Մյուս կողմից էլ նախաձեռնությունը փորձագետները գնահատում են որպես ժամանակի պահանջ եւ դրական են արձագանքում դրան, սակայն զուգահեռ ընդգծում են, որ հաջողության գրավականը կրթական համայնքի պատրաստվածությունն է։ Արդյոք մերոնք պատրաստ են դա պատշաճ մակարդակով օգտագործել։ Այստեղ խնդիր է առաջանալու, որովհետև մարդիկ արհեստական բանականության գործիքները օգտագործում են ինչպես որոնողական համակարգը։ Դա նշանակում է, որ մերոնք չունեն համապատասխան գիտելիքներ, կարողություններ, հմտություններ։ Հարթակների ներդրմանը զուգահեռ մասնագետների խոսքով անհրաժեշտ են վերապատրաստումներ, փորձի փոխանակում եւ միասնական մոտեցումներ, որպեսզի թե ուսուցիչները, թե աշակերտները կարողանան արդյունավետ կիրառել նոր հնարավորությունները։ Պետք է խաղի կանոնները սահմանվեն բոլորի համար նույն ձևի, այսինքն այնպես չլինի, որ այն մարդիկ, որոնք դրանից օգտվեն,
նրանք որոշակի առավելություն ստանան։ Սա եւս անթույլատրելի է, որովհետեւ կրթության համակարգը անհավասարություն չի սիրում, անարդարություն չի սիրում։ Փորձագետները պատմում են դեպքի մասին, երբ հանձնարարված աշխատանքը ամբողջությամբ գրվել է արհեստական բանականությամբ, իսկ համակարգը նույնիսկ օրինել ու ներկայացրել է գոյություն չունեցող մտածածին աղբյուրներ։ Կրթության մեջ արհեստական բանականության ներդրումն ըստ մասնագետների կարող է բացել նոր հնարավորություններ, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել ուսուցչի առանցքային դերը, որպեսզի նոր գործիքները դառնան ոչ թե գիտելիքի փոխարինող, այլ դրա ձեռքբերման արդյունավետ օգնական։